ճիշտ եմ հասկանում, հիմնական բանակցությունները տեղի ունենում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Վերաբերում են կարգավիճակին, ձևաչափին, վերաբերում են տարբեր հարցերի։ Հայաստանի հարավի շրջանակային ծրագրի կապված Ադրբեջանի դիրքորոշումը մնում է միանշանակ հաշվի առնելով հատկապես զգայուն իրավիճակը, հասարակությունների զգայուն վիճակը, ունենալ արագընթաց եւ անխոչնդոտ անցում։ Եվ այստեղ հիմնական նպատակն է այնպես անել, որ շահութաբաժիններ քաղի Նախճեվանի բնակչությունը, ովքեր նույնպես դուժել են գրեթե 4 տասնամյակներ տևած մարտության հետևանքով, քանի որ կոնսենսուս կա Ադրբեջանում, որ իրենք այն է ազգաբնակչությունը Նախճեվանի, իրենք էլ արժանի են տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները, երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները, դիվիդենդները։ Ինչ են հասկանում անխոչնդոտ ձևակերպում ասելով։ How is unhindered access Յուրաքանչյուր մեկ հարց պատասխանը հնչեց հաջորդ լրատվամիջոցով։ Կներեք էլի մի հատ հստակեցնենք, կասեք, Պատասխանը հնչել է հաջորդ լրատվամիջոցով։ Կարելի է ես հարց տամ, էլի մի րոպե։ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հակասական հայտարարություններով։ The President of Azerbaijan has been making contradictory statements. Այս համաժողովից առաջ էլ հայտնեց, որ հայկական բնակավայրերը ըստ էության հայկական տեղանուններ չունեն, դրանք ադրբեջանական ծագում ունեն։ Before this conference, he announced that Azerbaijani settlements do not have Armenian settlements, do not have Armenian toponyms, that they have Azerbaijani origin. Եվ մասնավորապես հայտարարեց, որ Սևան անուն չկա, կա Գյոչա։ And he stated in particular there is no word such as Sevan, it's Gyocha Lake. Չեք կարծում, որ նման հակասություններով բնականաբար չեք նպաստելու խաղաղության հաստատմանը։ Don't you think that with such contradictory statements you are obviously not going to contribute to reaching peace? I think we should Կարծում եմ, որ պետք է հարցուղեք Ադրբեջանի պաշտոնատար անձանց, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հասնում մեզնից, առաջարկում եմ, որ մենք բոլորս ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը երկու երկրների միջև, որը վերաբերում է տարածքային ամբողջականության երկուստեք ճանաչմանը, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը։ Վերջ։ Դուք կիսում եք կարծիքը, կար մյուսը կիսում է կարծիքը, թե չէ, երկրորդը։ Եթե ուզում եք երկրորդը պատասխանեմ։ Հաջորդ Հաշվի առնելով, որ փորձագիտական խումբ եք դուք ներկայացնում, հասարակությունն ինչպես է տրամադրված ընդհանրապես Հայաստանով անցնելուն, հայերի եւ ադրբեջանցիների հետ հարաբերություններ հաստատելուն։ Considering you represent a team of experts, what is the mood in Azerbaijani society about interacting with Armenians or about passing via Armenia? What is the mood among the Azerbaijani population? there is no unique Միակ կարծիք կամ միանշանակ մի կարծիք չէ Ադրբեջանում, կան տարբեր արձագանքներ։ Դրական էլ բացասական էլ, քանի որ ելույթումս էլ դա ասացի, որ դեռ կան հույզեր, հիշողություններ հակամարտության, դրանք խորն են, ժամանակ պահանջվի, որպեսզի առաջ շարժվենք։ Այն ժամանակ ես կարծում եմ նաև տեսնում ենք, որ շատերը նաև դրական են տրամադրված այդ շփումներին, որովհետև իրենք հարցեր են տալիս, լրատվամիջոցները հետաքրքրված են, հարցնելու են մեզ, թե ինչպիսին էր մեր ժամանակը Հայաստանում, ուզում են իմանալ, տեղեկանալ, դա տեղեկանալու, իմանալու ժամանակահատվածը երկու կողմերի համար։ Հաջորդ անգամ երբ հայ փորձագետներն ուղևորվեն Ադրբեջան, կարծում նույն բանը տեղի կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հարցեր կտան, ոնց էր Ադրբեջանում ձեր ճանապարհորդությունը, ինչ տեսակ եւ այլն, դա իմանալու սովորելու գործընթացը երկուստեք։ Ադրբեջանի նախագահը պատրաստաբար խոսում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչ կարծիք ունեն բնակիչներ ադրբեջանի քաղաքացիների այս հարցի մասին, որովհետև ի վերջո իրենք են կարող Հայաստանում ապրելու, Հայաստանի օրենսդրությամբ, Հայաստանի քաղաքացիությամբ, արդյոք նրանք պատրաստ են Հայաստանի քաղաքացիությամբ գալ եւ Հայաստանում բնակվել։ The president of Azerbaijan regularly speaks about the return of Azerbaijanis to Armenia. What do these people in Azerbaijan think about it? Are they ready to come to Armenia, live under the Armenian laws, be holding Armenian citizenship? Are they ready to do that? What is their opinion? Because after all, they would be the ones living in Armenia with Armenian citizenship. First of all, Նախ եւ առաջ we have to մենք պիտի understand that հասկանանք, որ
ահռելի համայնք կա էթնիկ ադրբեջանցիների, ովքեր ժամանակին ապրել են կամ ում նախնիները իրականում ապրել են Հայաստանում, մի քանի ալիքներով դուրս են եկել, հատկապես 20-րդ դարում, հիմա վերաբնակվել Ադրբեջանում եւ Ադրբեջանից դուրս։ Իրենք ունեն էթնիկ որոշակի ենթաէթնիկ խումբ են իրենք իրենց ենթաէթնիկ սեփական ծեսերը ունեն սովորույթներ, անգամ պարեր եւ իրենք ահռելի քաղաքական ու տնտեսական ուժ ունեն Ադրբեջանում, ուստի արամարել այդ համայնքի գոյությունը սխալ կլիներ։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ, որ ժողովուրդների միջև կոնտակտների գործընթացում մենք պետք է նաև փորձենք այդ համայնքի անդամներին ներգրավել սերտ հաղորդակցության մեջ հայերի հետ, իրենք որպեսզի ի վերջո որոշակի հաղորդակցություն ձևավորեն, որովհետև 3 թե 4 տասնամյակ յուրաքանչյուր հասարակությունը ապրել է իր փուչիկի մեջ։ Մենք կարող ենք մինչև որս վիճել, կռվել, բայց գոնե պետք է դասեր քաղենք միմյանց պատմույթները լսելու եւ հասկանալու միմյանց դիրքորոշումները, եւ այդ հաղորդակցությունը միանշանակ կօգնի մեզ ողջունման գործում։ Նախ գործընկերոջս հարցին հստակեցում այդպես էլ չասվեց, թե անխոչնդոտ ճանապարհ ինչ նկատի ունեն եւ անձամբ իրենք ինչ նկատի ունեն կամ որ տարածք նկատի ունեն, երբ որ ասում են Արմենիան, Ադրբեջան կամ Զանգեզուրի միջանցք։ To clarify an earlier question, how do you understand unhindered access, and for you personally, what do you have in mind when you say Western Azerbaijan or Zangezur corridor? Կարծում եմ առաջին հերթին հետևյալը անխոչնդոտ հասանելիություն ԱՄՆ-ն պետք է ապահովի, դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է օգնել Հայաստանին ապահովել այդ գործընթացը մենք չենք կարող ենթադրել կամ հավաստիացած լինել Ադրբեջան-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան բանակցությունների պարագայում, այսինքն ժամանակ անցնի եւ ժամանակի մեջ կտեսնենք թե պրակտիկայում ինչ կնշանակի անխոչնդոտ հասանելիություն, արդյոք դա կնշանակի էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե արդյոք դա կնշանակի այլ ինչ-որ մեխանիզմ կողմերի միջև դա ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Sorry, can you repeat that? When it comes to Tripin կամ Զանգեզուրի միջանցքին, ես կարծում եմ Զանգեզուրի միջանցքը ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար։ Չի վերաբերում Tripin, դա շատ ավելի լայն, այսպես ասենք, հասկացություն է ու դա պետք է ընկալել որպես այդպիսին։ Տարբերություն Հայաստանի, դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը։ Հայաստանը ունի ըստիս այլ ընկալում, մարդիկ միջանցքը այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում այլ կերպ են ընկալում։